Քպական Արսեն Թորոսյանը դեմ է դուրս գալիս իր քաղաքական առաջնորդին։ Երբ որ մեզ ասում են թուրք, Չնայած Նիկոլ Փաշինյանի համոզմանը, որ թուրք բառից պետք չէ վիրավորվել, Թորոսյանը կարծես վիրավորվում է, երբ թուրք են ասում քպականներին։ Ավելին, Թորոսյանը կառապանի պես հայհոյում է իրենց թուրք ասողներին։ ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Հիմի չէին նեղվում, թակարակը մեծ գովեստ էր իրանց համար թուրք բառին արժանանալը։ Հիմա չգիտես չի, ով որ մեզ թուրք կասի ես, գնացեք դուք իրար մեջ ճշտեք։ Քպական Վահագն Ալեքսանյանը ճշտում է Արսեն Թորոսյանի նյարդերը չեն դիմացել, թե չէ իրոք որևէ մեկին թուրք ասելը ամենևին էլ վիրավորական չէ, ինչպես պատգամել է Փաշինյանը։ Թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ձեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում Թաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում իրար վիրավորելու համար օգտագործում են հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի։ Քպականները 3 հայհոյանքի ֆեստիվալ արեցին խորհրդարանի դահլիճում Հայաստան խմբակցության падգամավորների բացակայությամբ։ Քաղաքական մեծամասնությունը հայհոյախոսության գոհարներով փայլատակեց իշխանություն ընդդիմություն հերթական քաշքշուկից հետո։ Ամեն ինչ սկսվել էր, երբ քպական Հակոբ Արշակյանի Քոչարյանների հասցեին արած վիրավորական արտահայտությունից հետո падգամավոր Լևոն Քոչարյանը համարժեք պատասխան էր տվել։ Համի ցանողը փոթորիկա հնձում։ Արմեն Ռուստամյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն է հայհոյախոսության մթնոլորտ ստեղծել խորհրդարանում իր ընդդիմախոսներին համբալ անվանելով։ Դրանից հետո նրա թիմակիցները արդարացնում են նրան եւ փորձում պապից ավելի կաթոլիկ լինել։ Հարցրել էին, ասում էին, ինչա Նիկոլ Փաշինյանը համբալ ասել են բահու կռվի ժամանակ մեղր չեն բաժանում։ Այսինքն իրենք կարան հայհոյել, մենք պիտի կանգնենք մեղր բաժանենք, հա։ Մեզ հայհոյեն, մենք ասենք, այ գիտեք, այստեղ մեղր ենք բերել ձեր համար, մի քիչ կարող է ճաշակեք այս մեղրից։ Ընդդիմադիր падգամավորների կարծիքով քպականների բառապաշարը ավելի կեղտոտ հայհոյանքներով է համալրվելու, երբ պաշտոնապես սկսվի ընտրապայքարը։ Նրանց ձևակերպման Փաշինյանի յուրաքանչյուր ուսապարկ ստիպված է լինելու կատաղի հայհոյել ընդդիմությանը քաղաքական հոր համակրանքին արժանանալու ՔՊ ցուցակ ներխուժելու համար։ Յուրաքանչյուրը փորձում է արևիտակ իր տեղը գտնել, իշխանությունը հատկապես ագրեսիվանում այն իրավիճակում, երբ որ խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդի։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։